Թումանյանի անվան այգում բալետային հրավառություն է։ Այս տարի Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը նշանավորվեց պրեմիերայով։ Ներկայացվեց աղթամարի մասին լեգենդը ժամանակակից շնչով ու փիլիսոփայությամբ։ Թամար բալետը աշխարհահռչակ բալետմաստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ։ Այս տարվա բալետային փառատոնն առանձնանում է ազգային շնչով ու յուրահատկությամբ։ Մենք վերաիմաստավորում ենք մեր ունեցած լեգենդները, էպոսները, այն արժեքները, որոնք հազարամյակներով մեզ հետ են, բայց նրանց տալիս ենք նոր շունչ եւ վերաիմաստավորում։ Բալետային փառատոնը կեզրափակի արդեն իսկ լայն ճանաչում ստացած Սասունցի Դավիթ բալետ օրատորիան։ Թամար բալետը ոգեշնչված է աղթամարի հայտնի լեգենդով, սակայն գործողությունները ծավալվում են մեր օրերում։ Լեգենդի ավանդական պատկերների փոխարեն ժամանակակից քաղաքային կյանքն է իր ողջ ռիթմով ու բարդություններով։ Հերոսները մերօրյա մարդիկ են, ստեղծագործական փնտրտուքներով ու ներքին հակասություններով։ Здесь урбанистический пейзаж заменяет... Այստեղ քաղաքային բնապատկերն ու համակարգը փոխարինում են բնությանը։ Գլխավոր հերոսներից Թամարը նկարչուհի է, Արամը լուսանկարիչ, նրանք աշխարհին նայում են արվեստի իրենց գործիքների միջոցով, աղջիկը կտավների, իսկ տղան ֆոտոխցիկի օբյեկտիվի պրիզմայով։ Ներկայացումը լի է հակասական էմոցիաներով, հերոսները փնտրում են սեր, պայքարում սեփական վախերի դեմ, իսկ նրանց շրջապատող քաղաքը մի հսկա մեքենա է, որը որքան գեղեցիկ, նույնքան էլ անգութ կարող է լինել։ Эта машина города, она абсолютно прекрасна. Ներկայացման սյուժեում նաև կտրուկ փոփոխություն կա։ Ի տարբերություն ավանդական լեգենդի, այստեղ պատմությունն այլ ավարտ ունի։ Այստեղ շատ կարևոր մի գրավական կա, որը կանում է նրանում, երբ որ կոմպոզիտորն ու բեմադրող բալետմայստերը միասին են համագործակցում եւ միասին են աշխատում։ Այսինքն նրանք միասին ստեղծել են այս ստեղծագործությունը։ Իհարկե նաև լիբրետիստի հետ միասին։ Այս երանգյունին շատ հետաքրքիր աշխատանք է կատարել ու ինչքան էլ հիմքը մեր աղթամարի լեգենդն է, բայց դեպի ժամանակակից աշխարհ բերված ու այստեղ ոչ թե ըստ լեգենդի տղան է մեզ մոտ վերջում զոհվում վերջում մահանում, այլ աղջիկը, որովհետև առողջական խնդիրներ ունի, որը հարուստ ընտանիքից է։ Արտիստուհին Մոսկվայի մեծ թատրոնից է եկել եւ արդեն 2 տարի է պարում է Հայաստանի օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Վալերիան անկեղծանում է, ասում է Թամարի ստեղծագործական տվայտանքներն ու որոնումները իրեն շատ հոգեհարազատ են։ Роль Тамары очень интересная, очень близка. Թամարի դերը շատ հետաքրքիր է, նա ստեղծագործական որոնումների մեջ է, փորձում է հասկանալ, ինչպես կերտել իր լավագույն կտավը ցուցահանդեսի համար։ Այդ ընթացքն ու ներքին որոնումները հենց այն են, ինչ կատարվում է յուրաքանչյուրիս ներսում, որպես բալետի արտիստի։ Խաղընկերոջս հետ էլ աշխատանքը հրաշալի է ստացվում, ունենք 100% փոխհմբռնում եւ միշտ օգնում ու աջակցում ենք իրար։ Прекрасно, у нас вообще 100% понимание, мы друг друга поддерживаем. Արամի դերակատար Գոր Սարգսյանի համար նույնպես աղթամարի ժամանակակից տարբերակը բացառիկ է։ Ասում է այս բեմադրությունում իր բեմական կյանքն ու սեփական ապրումները հաճախ միահյուսվում են։ Կարող եմ ասել մի բան, որ շատ հոգեհարազատ կերպար է, այսինքն ինքը աղթամարը իհարկե հին լեգենդ է, բայց սա այսպես ասած ոնց որ 21-րդ դարի աղթամարը լինի, ավելի նորովի, քանի որ դա ավելի նորովի է, ինձ ավելի հոգեհարազատ է, այսինքն կերպարը ինքնին ոնց որ ես իմ կյանքում միշտ ինչ պատահում է բեմում, ես դա մտածում եմ, որ դա եղել է իմ կյանքում, որտեղ մի փուլ միշտ գալիս է, որտեղ խաղում ես ինչ որ թատրոններում կամ ներկայացումներում, այդ դրվագը նաև լինում է քո կյանքում։ Իսկ ո՞նց եք Թամարի դերակատարի հետ թարգմանել։ Հրաշալի, Վալերիայի հետ շատ հրաշալի աշխատում ենք, իրար հասկանում ենք այս բառից, արդեն քանի որ մենք շատ ենք ապրել միասին, առաջին անգամ չէ, որ մենք միասին ենք ապրում, արդեն շատ հեշտ է ընթանում։ Իհարկե, սկզբից եւ աշխատում ես, երբ անծանոթ են երկու հոգին, մի փոքր դժվար է, հետո արդեն երբ մարմնի լեզուն հասկանում ես, շատ հեշտ է արդեն։ Ժամանակակից լուծումներով, հույզերի հարուստ ներկապնակով ու քաղաքային ռիթմով համեմված Թամար բեմադրությունն արդեն պատրաստ է գրավելու հանդիսատեսի սրտերը, առաջարկելով նորովի բացահայտել սիրո հայտնի պատմությունը։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։